ըստ էության ողջամիտ նման հանգամանք է նշել։ Իդեպ ոչ թե հատուկ դա որպես ճակերտներում լավ բան եմ նշում, այլ ելնում եմ նրանից, որ դատարանը պարզ իրականությունից է ղեկավարվելով նման եզրահանգում արել։ Պարզ է, չեն կարող չեն նույնացնել վաղեմության ժամկետը անցած գործը, վաղեմության ժամկետը չանցած գործի հետ։ Դատական նիստերը նշանակելու նման բան չի արձանագրել, որ վաղեմության ժամկետն անցած են, հետևաբար մենք կարող ենք ընդհանրապես պարոն Գևորգյանի խափամիջոցի հարցի քննարկման ժամանակ դատարանը չարձանագրեց, ուշադրություն հրավիրեց, որ առերևույթ վաղեմության ժամկետների մասով մենք առերևույթ խնդիր չունենք եւ ամենադեպս անցած է վաղեմության ժամկետները։ Ըստ այն ուշադրություն որոշման, որը դատարանը չի արձանագրել, որովհետեւ այդ հարցի քննարկմանը դեռևս չենք անդրադարձել։ Արմեն Գևորգյանի խափամիջոցի հարցի քննարկման ժամանակ եւ վերացրեց պատվարժան դատարան ես չեմ ուզում դատական նիստերի հետաձգման հետ կապված դատարանը այդ հարցը դեռևս մենք քննարկման առարկա չենք դարձել որ դատարանը արձանագրի որ այլևս անցել է եթե անցած լինեն առնվազն պետք է կողմերից եթե այդ հարցը քննարկման առարկա դարձնեն կողմերից պետք է դիրքորոշում ճշտենք արդյոք համաձայն են համաձայն չեն այդ հիմքով իրական հետապնդումը դատարանից։ Պատվարժան դատարան, եկեք չպնդեմ, բայց ես բոլոր դեպքերում նման հանգամանք հիշում եմ, բայց քավլից հիմա դրա վրա չեմ ուզում ուշադրությունը սևեռել, ավելի շատ ուշադրությունը, ինչպես նշեցի ի սկզբանե, կարծում եմ, եկեք սևեռենք անաչառ դիտորդի տեսանկյունից այս ամենը նայել։ Դատական նիստերի ընթացքում ես չեմ լսել, որ օրինակ հանրային մեղադրողը դիրքորոշում ներկայացնի, որ գիտեք նիստերը այս մի քանիսը կայացել են, մի քանիսը չեն կայացել եւ այլն։ Թեև իհարկե գործում ենք մի իրավական տեսանկյունից մեղմ ասած ծայրահեղոցելի իրավիճակի հետ, երբ չունենք մեղադրանք, բայց ունենք միջնորդություն, առարկի իրավական գնահատականի փոփոխման եւ այլն, բայց ուզում եմ ասել այդ նիստերի նշանակման խութաջանության հետ կապված հանգամանք հանրային մեղադրողը չի բարձրաձայնի։ Նիստերի դալիճից դուրս պատվարժան դատարան այդ հանգամանքները բարձրաձայնվում են։ Բարձրաձայնվում են առավելապես քաղաքական դերակատարների կողմից։ Նիստերի դալիճի ներսում դա չի ձեզ սիրով հրավիրում ենք իմ նախագահությամբ այլ դատական նիստերի, նիստի ավարտին, նիստերի քարտուղարը ձեզ ժամանակացույցը կտրամադրի, մենք նիստեր ունենք, որոնք այս կամ այն պատճառով հետաձգվում են, դատարանը ամենալեւս 2-3 ամիսը մեկ հայտարարում է, թե ինչ պատճառաբանությամբ ողջամիտ ժամկետում նիստեր չեն տեղի ունեցել։ Դուք միք կենտրոնացեք միայն այս դատական նիստով, դա իմ նախագահությամբ ամենադեպս պրակտիկան դատական նիստերը հետևակետել։ Պայմանականորեն հանրային պաշտպանի կամ այլ պաշտպանի կամ ինչու՞ չէ հանրային մեղադրողի չներկայանալու պատճառաբանությամբ դատարանը մի քանի դատական նիստ հայտարարում է, որ դատական նիստերը չեն կայացել, այս պատճառաբանությամբ։ Եթե ցանկանում եք տրմված են դատական նիստերը։ Ես բոլոր դեպքերում հրավերներին շատ դրական եմ վերաբերվում պատվարժան դատարան, հետևաբար դա եւս ընդունում եմ ինքնություն, բայց ես բոլոր դեպքերում եկեք հետեւյալից ելնեմ, որ ամեն դեպքում այն փաստը, որ ունենք, որ նիստերի դալիճում նման խնդիր չկար, բայց նիստերի դալիճում նման խնդիր արհեստականորեն փորձեր արվում ներկայացնել, դա փաստ է։ Ես բոլոր ինչ է արհեստականորեն, ախր այլ բաներ եք խոսում։ Դատարան արձանագրում է, որ 1 տարի մենք դատական նիստեր ենք փորձել արդյունավետ նշանակել։ Դատարանը իր խոսքի սկզբում նշեց դատական նիստերի ձգձգման հարցը։ Դատական նիստ չենք նշանակել, որովհետև գտնվել եք դուք հերթական արձակում։ Հա, բայց դա ձգձգում չի։ Արտևանյան դատարանը դրա հաջորդի ըստ իր ծառայողության եթե շարունակի գործիքնությունը կնշանակի դատական նիստեր եւ յուրաքանչյուր հերթական դատական նիստի եթե դուք արձակում գտնվեք համապատասխան դիմում կստանան նիստով կքննարկեն այդ պատճառաբանությամբ կհետաձգենք դատական նիստը այսինքն աշխատանքային կարգով նիստը որ ժամ լավ եկեք այս մեկ հարց ամիսը քանի դատական նիստ նշանակել ըստ ձեզ եւ պայմանականորեն թե հանրային մեղադրողը թե դուք միջնորդում եք առանց ավալի եթե շարունակեն գործի քննությունը վկաների հարցակնություն հարցակնություն հետազոտ մենք երբ կավարտենք այս քննական գործը պետք է
ամեն ինչին Չէ, ողջամտություն։ ես ասեմ, ի սկզբանե եթե գնանք դեպի ակումբներ, այս գործի մասը չի եղել ողջամտություն։ Հիմա եթե մենք ինչ դատարանի որոշում կայացնելը չպլանավորենք որոշակի օրեր, եթե դատարանը հաջորդ դատական նիստին չընդունի հանրային մեղադրողի որոշումը, հավատացեք 2-3 դատական նիստ առնվազն ձեր մասով մենք կհանդիպենք, էլ չենք հանդիպի։ Այլ նիստերում։ Մնացած օրերներ դուք Իսկական նիստերի։ հիմա դրա համար որպեսզի մենք դեկտեմբերի 17-ի դատական նիստին, դատարանը հունվարի նիստ նշանակելիս դուք չասեք, որ մենք ունենք այս ծանրաբեռնվածությունը, արդեն նախապես ծանրաբեռնվածություն եւ այլն, դատարանը առաջարկում է շաբաթը 1 դուք կարող եք ասել որ օրը, որ ժամի մենք նշանակենք դատական նիստեր։ Դա նվազագույն, եթե մենք արձակուրդներով, գործողումներով պայմանավորված հնարավորություն չլինի ամիսը 4-3 դատական նիստեր անցկացնելու, դատարանը քննարկելու արդեն հաջորդական 2-3 օր նիստեր անցկացնելու հարցեր, եթե մենք շարունակենք գործի քննությունը։ Դեպի բոլոր դեպքերում պատվարժան դատարան սեն ձևակերպենք։ Ամենայնիվ դատարան այս փուլում ձգձգում եզրույթը չօգտագործենք։ Դե եթե չեք ուզում նիստերի ձգձգում եզրույթը օգտագործենք, դատարանը հաջորդի ըստ իր ծանրաբեռնվածության կնշանակի, եւ դատական նիստը կհետաձգի, ողջամիտ չի։ Այսինքն աշխատանքային քննարկելը վատ բան է։ Իսկ չէ, տևական ժամանակ, ճիշտ ասած, ինչ փաստաբանների դպրոցը ավարտել էի, փաստաբանի վարքագծի կանոնագիրքը ժամանակահատվածից հետո չէի ուսումնասիրել, բայց վերջերս ուսումնասիրել։ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.6.3 կետը սահմանում է փաստաբանը իր վստահորդի շահերից ելնելով պետք է ձեռնարկի ողջամիտ ջանքեր վերջինիս գործադական գործընթացի արագ իրականացմանը նպաստելու համար 3.1.8 կետը սահմանում է փաստաբան իրավական օգնություն ցույց տալու հանձնարարությունը չպետք է ընդունի, եթե զբաղվածության կամ որևէ այլ պատճառով չի կարող ապահովել հանձնարարության բարեխիղճ եւ ժամանակի կատարում։ Հիմա սրանք դուք ագիր գիտեք, չպետք է հուշենք Քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի պահանջներ գիտեք, որ ձեր վստահորդի շահերը պաշտպանությունը պատշաճ իրականացնելու նպատակներից ելնելով արժույթ իրականացնող մարմնի կանչով պարտավոր եք ներկայանալ, կարծում եմ բոլորը պրոֆեսիոնալ բազմափորձ իրավաբաններ եք եւ կարիք չկա յուրաքանչյուր անգամ հիշեցնելու։ Դատարանը ունի իր վարույթում գործ, այդ գործը կավարտի 1 օրում, 1 տարում, թե ամենալեւս ցանկալի չի 10 տարում ավարտի, այս ժամանակացույցը հրապարակելու նաև նպատակն այն է, որ օրենսդրական նախաձեռնությունն ենք ամենալեւս շրջաբերական տարբերակով դատարանը ստացել է։ Ըստ այն դատախազությունը եւս ստացել է։ Եթե դուք չունեք, մենք կարող ենք 270.1 հոդվածը ավելանալու գործի քննության հստակ ժամկետները սահմանել։